նույն արդարադատության եւ արդարության որակը Հայաստանի Հանրապետությունում այն դեպքում, երբ որ այդ շարքում նստած բոլորը Նիկոլից SMS են ստացել, կալանքը ուզեն չուզեն պետք է տան, այս որ մի դատավոր իրավունք ունի իմ ասածը չանելու, Նիկոլի SMS-ով ԲԴԽ նախագահի ազատում եւ նշանակում, այս մարդիկ խոսում էին արդարությունից, արդարադատությունից ու հիմա պարոն Համբարձումյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդում, որ արդեն երկրորդ անգամ է, ինչը բերել է արդեն ապօրինի դատավճրի եւ հերթական ապօրինի կալանքի։ Ասիկ տարին սրանով ենք սկսում, թույլ տվեք ասեմ, որ ոչ, տարին սկսել ենք Նարեկ Սամսոնյանի մեկ այլ քաղբանտարկյալի հացադուլով, սկսել ենք Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի հերթական ապօրինի որոշմամբ, Նիկոլի կողմից բնութագրված այն մարդիկ, ովքեր Հայաստանում կոչված էին արդարադատություն իրականացնելու, Նիկոլ իրենց նոր աշխատանք է տվել, եթե կհիշեք 18-ից, վնգստացող դատավորների համախմբով այսօր նստած էին եւ լսում էին, փորձում էին որսալ Նիկոլի հայացքը, ոնց որ մի ժամանակվա իրան էր Կարեն Անդրեասյանն էր ասում, նկարը գրպանում փորձում էին հասկանալ ինչ է ակնկալում Նիկոլը, այդ նույն ակնկալիքով եկել են հասկանալու թե ինչ պետք է անեն Դավիթ Համբարձումյանի, մեր սրբազանների, ապօրինի կալանքների հետ եւ մնացած քաղաքական բանտարկյալներին, որոնք իրենց համար օգտագործում են որպես ցուցանմուշ մեզ Հայաստանի քաղաքացիներից վախեցնելու համար, ցույց տալու, որ ձեր քաղաքացիական դիրքորոշումը Հայաստանի Հանրապետությունում պատժելի է։ Ես երկար ժամանակ է խոսում եմ նրա մասին, որ իրենց այդ հավաքույթի մեջ չկա իրավաբանական բավարար գիտակցություն ունեցող մարդ եւ Արփինե Դավոյանի իրավագիտակցության համախմբի մարդիկ են իրենք բոլորը հավաքական իմաստով։ Այսօր այդ Սրբույի Գալյանը Նիկոլի արդարադատության նախարարը եւս մեկ անգամ այդ փաստը հաստատեց։ Ինչ էր ասում։ Ասում է վերջին 5 տարիների համար աննախադեպ արդյունք ունենք։ Կկռահեք որն է աննախադեպությունը։ Ասում է 24 հոգով պակաս է մեզ մոտ դատապարտ կալանավորվածների թիվը դատապարտվածների թվից։ Դուք հասկանում եք, Հայաստանում սա աննախադեպ է իր խայտարակության էությամբ, իր խայտարակության բնույթով, որտեղ Հայաստանում երբեք դատավճիռ չունեցող անձանց, այսինքն կալանավորված անձանց եւ դատապարտված անձանց թիվը անգամ այնքան մոտ չի եղել, որ համադրելի լինի, բայց հիմա իրենք գլուխ են գովում, որ 24 հոգու ավել են դատել, 24 հոգու քիչ կալանավորել։ Նկատի ունի, որ 24 տեղ ունեն, էլի, 24 քաղբանտարկյալ կարող են ավելացնել։